Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Մի վախեցեք, ես եմ։ Մի վախեցեք բառը, սիրելիներ, Սուրբ գրքի մեջ 365 անգամ ասվում է, որ մեր ամեն օրվա համար, մեր ամբողջ տարվա համար Տերն ասում է՝ մի վախեցեք, ես ձեզ հետ եմ։ Սովորական մի օր էր, երբ ժողովուրդը հավաքվեց Հիսուսի շուրջ, ամբողջ օր նրանց քարոզեց, բժշկեց, 2 հացով 5 ձկով ժողովրդին կերակրեց, երբ արդեն նրանց ազատ էր արձակել, ինք առանձնացավ աղոթելու, որովհետև մարդիկ նյութական հացը ուտելով որոշել են, որ Հիսուսին պետք է իրենց համար թագավոր հռչակեն։ Հիսուս խուսափեց նրանցից, գնաց առանձին աղոթելու բարձունքի վրա, իսկ աշակերտներն ասաց նավով, որ ծովի մյուս կողմը անցնեն։ Հազիվ մի 5-6 կիլոմետր հեռացել էին ծովափից, երբ սաստիկ փոթորիկ սկսվեց, Գալիլեայի լճակը ալեկոծվեց, այնպես որ նավակը պիտի սուզվեր, հանկարծ տեսան Հիսուսին, որ գալիս է քայլելով այդ ալեկոծված ալիքների վրայով եւ ասաց՝ մի վախեցեք, ես եմ։ Այս բառերը ոչ միայն Սուրբ գրքում է գրված, որ մարդը կարդա ու հանդիպի, այլև ամեն օր, երբ որ մենք արտանում ենք, լույսը բացվում է, Տերը ասում է՝ մի վախեցեք, ես ձեզ հետ եմ։ Այսօր էլ մենք, սիրելիներ, այս 21-րդ դարապրող մարդիկս եւ մեզանից առաջ եւ հետո եղող մարդիկ էլ ծովի այս ալեկոծությունը կյանքի եւ մեղքի ալեկոծության ծովի մեջ պիտի տեսնեն իրենց։ Այս աշխարհը ինքը արդեն մեծ ալեկոծված ծով է, մեղքի, անարդարության, թշնամության, դավաճանության, ատելության, բաժանության այս ծովի մեջ մարդը ամեն օր վախ ունի իր ապագայից, թե վաղը իրեն ինչ է սպասում։ Վախ ունի արդարությունից, վախ ունի մենակ մնալուց, հատկապես այսօր, վախ ունի վախենալուց եւ ամեն օր իր նույնիսկ ճանապարհ գնալուց մեր ամեն վարքյան այսօր արդեն մենք վախով ենք գնում։ Բայց մեկ բառ պետք է հիշենք՝ մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Տերը չի ասում, որ փոթորիկներ չեն լինելու մեր կյանքի մեջ։ Չի ասում, որ ինձ հավատաց ինքը սահուն այս աշխարհի մեջ պիտի ապրի, իր ճանապարհը պիտի անցնի։ Հակառակը, Տերը փոթորիկի մեջ մտնում է մեզ հետ այդ կյանքով անցնելու համար, որովհետև խոստացել է մեզ ասելով, որ ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում մինչև աշխարհի վախճանը։ Ուրեմն Տերը չի ուզում մեզանից փոթորիկը հեռացնել։ Տերը չի ուզում, որ այս ալեկոծված ծովից մեզ հանի, այլ հակառակը ինքն է գալիս, մտնում այդ ալեկոծված ծովի մեջ մեզ հետ քայլելու համար։ Եվ եթե մենք միայն կարողանանք լսել իր ձայնը, որ ես եմ, մի վախեցեք, մենք անպայման կհայլենք այդ ծովի ալիքների վրայով։ Այս աշխարհի անարդարությունը, որ երբևէ չի բուժվելու, այս աշխարհի չարությունը, ատելությունը, աշխարհը, որ մեզ խաղաղություն է ամեն օր խոստանում, բայց ամեն օր պատերազմ է բերում մեր կյանքերի մեջ, որ այս աշխարհը մեզ ամեն օր երջանկություն է խոստանում, բայց մեզ միայնակ է թողնում մեր մեղքի, մեր ցավի, մեր կորստի, մեր միայնության մեջ, Տերն է, որ գալիս է այդտեղ ներկա լինելու համար։ Տերն է, որ գալիս է, որովհետև նա միակն է այս աշխարհի մեջ, որ անդավաճան սիրով կապված է մեզ։ Բոլոր մարդիկ այս աշխարհի մեջ ինչքան էլ իրար սիրեն, ինչքան իրենց ընկերությունը, բարեկամությունը ամուր հիմքերի վրա դրած լինի, գալիս է մի օր, որ ստիպած, նույնիսկ չուզելով իրարից բաժանվում են։ Տարբեր տեսակետներ ունենալու, տարբեր հայացքներ ունենալու կամ իրենց ճանապարհները պիտի բաժանվեն այլ տեղ գնալու համար, բայց Քրիստոս միակն է, որ ինչ էլ որինի, անգամ երբ որ մենք իրեն ասում ենք դուրս արի մեր կյանքից, մենք չենք ուզում քեզ այլևս տեսնել, դու խանգարում ես, միևնույն ինքը մեր հետևից իր ստվերով առաջնորդում է մեզ, որպեսզի մենք մահվան առջև դեմ առ դեմ չկանգնենք։ Վախը մեզ չկորտորի։ Վախը դռներ է փակում, սիրելիներ, իսկ հավատքը ճանապարհ է բացում։ Երբ որ դու վախենում ես, դռները փակվում են քո առջև, որովհետև վախը քեզ այլևս թույլ չի տալիս տեսնելու այն, ինչը որ ճշմարտություն է, այն ինչը որ փրկություն է բերում, եւ դու սկսում ես այս աշխարհի նյութական պետքերի մեջ, մարդկանց մեջ փնտրել քո փրկությունը։ Բայց երբ որ դու հավատում ու վստահում ես Տիրոջը, քեզ համար ճանապարհներ են բացվում։ Այն ճանապարհը հատկապես, որի վրա Հիսուս ինքը իր ձեռքերը բացած, ասում է ինձ եկեք
հոգնածներդ ու ծանրաբեռնվածներդ ես պիտի հանգստացնեմ ձեզ։ Այս աշխարհի մեջ մենք ինչպիսին որ լինենք, այն պահին, որ մենք հավատացինք, իրականում վստահեցինք Քրիստոսին, որտեղ հավատալ չի նշանակում նրա գոյությանը հավատալ, այլ նշանակում է վստահել եւ հետեւել, որ պահին որ դու հավատացիր ու վստահեցիր Քրիստոսին, այդ բայց սկսած դժոխքը քեզ պատերազմ է հայտարարում։ Այդ բայց սկսած դու բազում թշնամիներ պիտի ունենաս, ովքեր պիտի քեզ խանգարեն այդ ճշմարտության ճանապարհով քայլելու համար։ Դա կլինի հոգևորականը, դա կլինի հավատացյալը, անհավատը, մեր ընտանիքի անդամը, մեր ծնողը, զավակը, ամեն մեկը կարող է մեզ այդ ճանապարհից շեղել իրենց սխալ նպատակներով, իրենց խորհուրդներով, բայց մեկ բան մարդը պիտի հիշի. ես եմ, քեզ հետ եմ։ Ինչ էլ որ լինի, ես քեզ հետ եմ լինելու։ Եթե աշխարհը քեզ մերժում է, ես քեզ հետ եմ։ Եթե այս աշխարհը քեզ ցավեցնում է, ես այդ ցավի մեջ քեզ հետ եմ։ Եթե այս աշխարհը քեզ ուզում է կորստյան մատնել, մեկը ես քեզ դուրս պիտի բերեմ, որովհետև Տերը ամեն օր սա է ասում. մի վախեցիր, ես եմ։ Հիմա առաքյալները ծովի վրայով գնում էին։ Նրանք առաջին անգամ չէր, որ բաց ծով էին դուրս եկել, սիրելիներ։ Առաջին անգամը չէր, որ փոթորիկ կամ ալեկոծություն էին տեսել, բայց հանկարծ վախեցան։ Երբ որ Հիսուսին տեսան, ավելի սարսափեցին։ Բայց երբ որ Հիսուս ասաց. ես եմ, մի վախեցեք, նրանք մի անգամից քաջալերվեցին։ Մյուս ավետարանի մեջ, Մատթեոսի ավետարանի մեջ, Պետրոս առաքյալն ասում է. Տեր, եթե դու ես, այնպես արա, որ գամ քեզ մոտ։ Եվ Հիսուս ասում է. արի։ Պետրոսը դուրս եկավ նավակից եւ ջրի վրա քայլելով գնում էր, բայց հանկարծ մի պահ աչքերը ներքև նայեց, տեսավ ծովյալիկները, սկսեց սուզվել։ Եվ Տերն ասում է. ինչու կասկածեցիր, Պետրոս։ Ինչն է այստեղ ամբողջ խնդիրը, սիրելիներ։ Քանի Պետրոսը նայում էր Հիսուսի աչքերի մեջ, Հիսուսով էր առաջնորդվում, ինքը քայլում էր այդ ծովյալիկների վրայով, բայց մի պահ, երբ որ իր հայացքը կտրեց Հիսուսից, ինքը սկսեց սուզվել։ Մեր կյանքի մեջ էլ նույնն է, Տերն ամեն օր ասում է. արի ինձ մոտ։ Մենք արթնանում ենք, նայում ենք իրեն, քայլում ենք, բայց որոշակի հատված աշխարհն ենք տեսնում, այն մեղքն ենք տեսնում, որ մենք սիրում ենք, այն մարդուն ենք տեսնում, որ մեզ կարող այսօր նյութական օգուտ բերել, պարգև բերել, պաշտոն բերել, հարստություն բերել, ու մեկ էլ շեղվում ենք ճանապարհից, թվացյալ այս հանգստության մեջ առաջ ենք շարժվում, բայց հոգուտ մեջ զգում ես, որ դու սուզվում ես, դու միայնակ ես, ինչ որ ունես այս աշխարհի մեջ, դա քո հոգևոր խաղաղությունը չի ապահովում։ Այն ինչ որ դու այս աշխարհի մեջ ձեռք ես բերում, ինչի համար որ դու ամեն օր տկնում ես, տառապում ես, անհանգստանում ես, հավաքում ես, հետո տեսնում ես այս ամենի մեջ խաղաղություն չունես, հանգիստ քուն չունես, սեր չունես, ընտանեկան ջերմություն չունես, հարազատ ընկեր չունես ու կարող ես հետը խոսել, կիսվել, դու միայնակ ես մնացել։ Այդ պահին է որ Տերը նորից քեզ ասում է. մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Մենք պետք է լսենք, եւ Հիսուս այս խոսքը մի վախեցիր, ես եմ, հարց է նաեւ ուղված, մենք ում ենք լսում, Հիսուսին, թե աշխարհին։ Աշխարհը մեզ ամեն օր իր գեղեցկությամբ հրապուրում է։ Մենք ամեն օր աշխարհի գեղեցկությունները տեսնում ենք, ուզում ենք մաս կազմել այս աշխարհի մեջ։ Վատ բան չկա այս աշխարհի մեջ ապրել եւ ունենալ այդ ամենը, սիրելիներ։ Բայց երբ որ դու քո ամբողջ էությունը կապում ես այս աշխարհի հետ, դու առանց գիտակցելու թշնամություն ես սկսում Տիրոջ հետ, որովհետև Տերը քեզ ամեն ասում է ես եմ, աշխարհն ասում է չէ, ինձ մոտ պիտի գաս։ Տերն ասում է ինձ մոտ արի, աշխարհն ասում է չէ, հանկարծ չգնաս ինձանից։ Երբ որ դու գնաս Քրիստոսին հավատաս, դու մեղք կյանքով պիտի ապրես, թույլ մարդ պիտի լինես, քեզ բոլորը պիտի ծաղրեն, ինչ ես շահելու, քեզանից առաջ աղոթող մարդիկ ինչ են շահել այս կյանքի մեջ, ես քեզ ամեն ինչ եմ տալիս։ Եվ մենք այս ականջով լսում ենք աշխարհին։ Այդպիսի պատմություն կա, մի մարդ ասում է ջան, ձերքը այսպես անում, ջան, այսպես է անում, ասում են այդ ինչ ես անում, ասում է ջան ասում եմ, ջան լսում եմ։ Աշխարհը այսպես է մեզ ասում, ջան ասենք, ջան լսենք, բայց ինչը ջան լսես, այս աշխարհի մեղքի հրապուրանքը լսես, աշխարհն այդպես է, քեզ լսեցնել է տալիս, որ իմ ասածն ավելի ճշմարիտ է, քան Տիրոջ բերած խոսքը։ Եվ որ դու սկսում ես այս աշխարհի մեջ այս ամենը ունենալ, մեկ էլ սկսում ես վախենալ։ Վախ այդտեղից է սկսում, հանկարծ չկորցնես, որովհետև դու ուզում ես ինչ որ ունես, միշտ պահես քեզ մոտ։ Բայց դու չես կարող ոչինչ պահել քեզ մոտ, բացի Քրիստոսից։ Եթե Քրիստոս գալիս է քո կյանքի ալեկոծված կյանքից ներս մտնելու, գալիս է փոթորիկի մեջ ինքը քեզ հետ քայլելու,
Դու իրավունք չունես փախնելու իրենից։ Ասելու ոչինչ Տեր, մի որոշ ժամանակ գնամ այս մեղքի մեջ մնամ, հետո կգամ քո հետևից։ Տերն ամեն օր է սպասում եւ այս ես եմ բառը ամեն օր է քեզ հիշեցնում։ Եվ դրա համար նաև Պողոս Արաքյալն է ասում, որ այսօր է փրկության օրը, վաղը չէ։ Այսօր ինչ ասես Տիմոթեոսին։ Կան խոսքեր այս աշխարհի մեջ, որ քաղցկեղի պես են։ Քաղցկեղի պես մարդուն ուտում են։ Դու այդ խոսքը վերցնում ես քո կյանքի մեջ, այդ խոսքը դնում ես խմորի պես քո կյանքի մեջ, եւ ինքը քեզ կամած խժռում է։ Ու դու չես հասկանում, որ դու մերկացար քո անմեղությունից, մերկացար քո ազնվությունից, քո մաքրությունից, քո սրբությունից, ու այս աշխարհի մեջ քայլում ես, երբեմն մարդիկ կգովեն, կենացդ կխմեն, պատվոգիր կտան, շքանշան կտան, եւ սա կդառնա քո վարձը այս աշխարհի մեջ, ոչինչ ավելին։ Եվ այդ վարձը պիտի հետո քո դեմ ամբաստանություն անի։ Այնինչ որ դու այս աշխարհի մեջ անում ես, հավաքում ես, սրանք հետո քո դեմ վկայություն պիտի տան, որ թե դու ինչի համար ես ապրել այս աշխարհի մեջ։ Այս աշխարհի մեջ մարդը մեկ կոչում ունի՝ սիրելու եւ սիրվելու։ Նախ սիրելու իր դիմացինին, որովհետեւ Աստծուց եկած մարդը չի կարող առանց սեր ապրել այս աշխարհի մեջ։ Ցավոք սրտի ամեն օր մեր եկեղեցիների մեջ լեփ-լեցուն մարդիկ ենք տեսնում։ Բայց սա չի նշանակում եկեղեցու անդամ լինելը, ճշմարիտ քրիստոնյա լինել եւ Հիսուսին հետևորդ լինել։ Մենք այսօր ցավոք սրտի դարձած ենք մշակույթային եւ կիրակնորյա քրիստոնյաներ։ Շաբաթա 6 օրերի մեջ լսում ես Հայաստան աշխարհի մեջ հայոյանք, սուտ, կեղծիկ, թշնամություն, ատելություն, կիրակի օր այդ նույն մարդկանց տեսնում ես աղոթելիս։ Երկու շաբթի նորից նույնը։ Սա ինչ է նշանակում, որ մենք եկեղեցու անդամ ենք ընդամենը, բայց ոչ Քրիստոսի հետևորդներ, ոչ Քրիստոսին հավատացողներ, ոչ իրական քրիստոնյաներ։ Իրական քրիստոնյան միշտ իր դիմացինի շահն է փնտրում, սիրելիներ։ Ինքը իր շահը չի փնտրում այս աշխարհի մեջ։ Տեսեք, եկան Հիսուսին այսօր ասում է, որ իմացավ իրեն ուզում են թագավոր դարձնել, ինքը փախավ մարդկանցից։ Ցույց տալու համար, որ մարդիկ կարող են քեզ մեկ օր փառավորել, հաջորդ օրը քեզ նվաստացնել։ Եթե դու հավատում ես մարդկանց խոսքերին, ոչ ճշմարիտ Տիրոջ խոսքերին, ուրեմն քաղցկեղի պես այդ խոսքերը քեզ պիտի ներսից ուտեն։ Իսկ երբ որ հոգիդ մերկացավ, հոգիդ սկսեց մրսել, հոգիդ սկսել վախենալ, դու արդեն պարտված ես այս աշխարհի մեջ։ Ցավոք սրտի մենք շատ հաճախ մեր հոգու մերկությունը չենք տեսնում։ Մենք ուրիշների մերկությունն ենք տեսնում, բայց այդ նույն պահին մեր հոգին էլ է մերկացած, մրսում է, հոգատարության կարիք ունի, հացի կարիք ունի, եւ Քրիստոս այդ հացը գալիս է մեզ ամեն օր նորոգելու եւ ասելու՝ մի վախեցեք, ես եմ։ Ուրեմն մեր կյանքի ամեն օրվա համար այս բառը հիշեք, սիրելիներ։ Հիսուս միակն է, որ մեզ հետ է, մեր մեջ է, մեզանով քայլում է, մեզանով ապրում է, մեզանով շնչում է այս աշխարհի մեջ։ Մենք Տիրոջ ձեռքերը տեսանորեն չենք տեսնում այս աշխարհի մեջ։ Մենք ենք այդ ձեռքերը։ Մենք ենք Տիրոջ աչքերը։ Մենք ենք Տիրոջ միտքը, խորհուրդ այս կյանքի մեջ։ Եվ եթե մենք այս ամենով ապրենք, Հիսուս ասում է բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Մեր գործերից է երևալու մենք վախի համար ենք անում այս ամենը, թե վախի համար չենք անում։ Եվ եթե որևէ մեկը այս աշխարհի մեջ ինչ-որ բան կորցնելու համար է վախենում եւ գնում այդ քայլին, Տիրոջը թողնում միայնակ, ուրեմն ինքը երբեք չի կարող լսել այդ խոսքերը։ Մի վախեցեք, ես եմ։ Ուրեմն Հիսուս ձեզ ասում է՝ մի վախեցեք, ես եմ։ Ինձ բոլորին, ամեն մեկին այս խոսքերը ամեն առավոտ է շշնջում է։ Բայց երբ որ մենք այս աշխարհի մեջ վախից զիջենք մեր հավատքի մեջ, մեր սրբության մեջ, մեր արդարության մեջ, մենք հետո պիտի զիջենք հավիտենական կյանքը։ Եվ այս աշխարհի այս բոլոր փորձությունները, ալեկոծությունները տված է մեկ բանի համար, որ այդ հավիտենականը պահենք, չվախենանք այդ պահելուց։ Եվ ինչ էլ ոլինի նեղության, դժվարության մեջ, չկասկածելու այդ հավիտենական կյանքի, այն օրվանը, որ Հիսուսի հետ երկնքի արքայության մեջ պիտի լինենք։ Եվ տեսեք, ասում եմ, ինչ ուզում են Հիսուսին նավը վերցնեին, հասանեն վայրը, որտեղ որ պիտի գնային, Կափառնայում քաղաք։ Այստեղ Կափառնայումը պատահաբար նշված չէ, պատահաբար չէ այդ քաղաքյանուն նշված լինել։ Միակ քաղաքն է, որ ամենաշատ հրաշքները Հիսուս այս քաղաքում է գործել։ Ամենաշատ հրաշքները, բայց այսօր այդ քաղաքից ոչինչ չի մնացել։ Քար ու քանդ է եղած, որովհետև այդ քաղաքի բնակիչները այդպես էլ չհավատացին Հիսուսին։
Այնպես էլ մեր կյանքի մեջ Հիսուս կարող է ամեն նոր հրաշքներ գործել, բայց երբ որ դու իրեն չես հավատում, չես վստահում, իր խոսքին ականջադուր չես լինում, քո հոգևոր տաճարն է քանդվում։ Դու դառնում ես հոգևոր անդամալույց։ Ուզում ես, բայց արդեն այնքան է մեղքը քո կամքը նվաստացրել, որ չես կարողանում ոտքի կանգնել։ Ուզում ես, ցանկություն ունես, բայց այնքան կապված ես, այնպես ամուր է թելը մեղքի կապել իրեն, որ դու չես կարող առաջ գնալ։ Տեսել եք, չէ՞ մենք շատ սեփական բակերում շներ կան կապած, երկար շղթան եւ ինչ որ միտեղից ամրացրած։ Ինքը հաչում է, վազում է, բայց չի կարող ավելին առաջ գնալ։ Այնպես էլ մեղքն է մեզ շամպես կապում է, մենք գոռում ենք, ճվում ենք, ուզում ենք առաջ գնալ, բայց սեպը խրված է հողի մեջ։ Մենք չենք կարող այդ արմատը կտրել մեզանից։ Ուրեմն Տեր այս մի վախեցիրով ուզում եմ մեր կյանքի մեջից այդ շղթայի սեպը հանել, որպեսզի մենք վազենք, ոչ թե հաչանք, ոչ թե խոսենք, այլ մեր գործով ապացուցենք, որ մեր հավատքը, Տիրոջ խոսքը մեզ համար հավիտենական արժեք է։ Թող Տեր օրհնի բոլորիս, իր խաղաղության ու սիրո մեջ պահի սիրելիներ, որպեսզի կյանքի բոլոր արեկոծությունների, նավաբեկությունների մեջ նավապետին Հիսուսին չլքենք։ Ամուր մնանք իր կողքը կանգնած, մինչև վերջին վայրկյանը։ Հավատացիր, ուրեմն պիտի ապրես։ Հավատացիր, ուրեմն պիտի տեսնես։ Հավատացիր, ուրեմն երկնքի արքայության մեջ Տիրոջ ներկայությունը պիտի վայելես եւ փառավորես նրան ասելով Տեր, ամեն ինչի համար փառք քեզ։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։